Նա ողջ առողջ է կամ գուցե այլևս մեզ հետ չէ։ Սրանք այն տանջալից հարցերն էին, որոնք Օլգան ինքն իրեն տալիս էր որդուց Վիկտորից բաժանվելուց հետո։ 2022-ի աշնանը մինչ 2 տարեկան դառնալը Վիկտորին տարել էին Խերսոնի մանկական խնամքի հաստատությունից, երբ քաղաքը ժամանակավորապես օկուպացրել էին ռուսական ուժերը։ Օլգայից գրեթե 1 տարի պահանջվեց որդուն գտնելու եւ տուն վերադարձնելու համար։ Ռուսաստանի լայնածավալ ներխուժման սկզբում Օլգան ստիպված էր տարհանվել Խերսոնից, բայց չէր կարող Վիկտորին տանել, քանի որ բժիշկները նրան պատրաստում էին վիրահատության բնածին արատը բուժելու համար։ Ամիսներ շարունակ նա գաղափար չուներ, թե որտեղ է տղան։ Մտքովս ինչ ասես չի անցել, որտեղ է նա, ինչ է պատահել նրան, դեռ Ուկրաինայում է, թե ուրիշ տեղ։ Դեռ 2014-ից Մոսկվան օկուպացված տարածքներից անօրինական կերպով տեղափոխում եւ արտաքսում էր ուկրաինացի երեխաներին։ Կիևի իշխանությունների տվյալներով Ռուսաստանը բռնի կերպով տեղափոխել է մոտ 20,000 երեխայի։ Դոնբասի Մարիուպոլի երեխաները մեր երեխաներն են։ Ռուսական բանակը պետք է պաշտպանի այս երեխաներին։ Защитим нашу землю от серой чумы. У нас є вся інформація. Մենք ունենք ամբողջ տեղեկատվությունը։ Մենք գիտենք, թե որտեղ են այդ երեխաները, թե ռուսները փորձում են թաքցնել նրանց նոր փաստաթղթեր տալով եւ անընդհատ տեղափոխելով Ռուսաստանով մեկ։ Російської Федерації. 2022-ի հոկտեմբերին Ռուսաստանը 48 երեխայի էր առևանգել, մեծ մասին տեղափոխել օկուպացված Ղրիմ։ Ես իհարկե զգում էի, որ նա ողջ է։ Ի վերջո մայրը կարող է զգալ այդ ամենը։ Ուկրաինացի պաշտոնյաներն ու կամավորներն օգնել էին Օլգային պարզել Վիկտորի գտնվելու վայրը՝ Ղրիմի Սիմֆերոպոլիի որբանոց։ Սակայն ռուսական իշխանությունները չկազմակերպեցին նրա վերադարձը։ Օլգան ստիպված եղավ ինքնուրույն դա անել, բայց հեշտ չէր։ Խերսոնը Սիմֆերոպոլիից 300 կիլոմետրից էլ պակաս հեռավորության վրա է, սակայն կռվից խուսափելու համար նա ստիպված էր անցնել 4 երկրով, ավելի քան 3000 կիլոմետր, եւ Ռուսաստան մտնել Էստոնիայով։ Նրան սահմանին հարցրել էին. Ուր եք գնում, որդուս բերելու, որտեղ է նա, Ղրիմում, ինչու այնտեղ, նրան այնտեղ տարան, ով տարավ, չգիտեմ։ Օկուպացված Ղրիմում Օլգային դիմավորեցին տեղի որբանոցի աշխատակիցները։ Ես բարձրացա մանկատան երկրորդ հարկ, որտեղ Վիկտորը ճաշում էր։ Աշխատակիցն ասաց՝ մի րոպե սպասիր, նայիր, նա ճաշում է։ Ես մտածեցի, ոչ մի կերպ չեմ կարող սպասել, մինչև նա ավարտի ուտելը։ Կանչեցի նրան, Վիտկա։ Տղամարդն ասաց, ասում եմ քեզ դու չես կարող ներս մտնել, բայց միևնույն է ես մտա։ Ես ասացի Վիտկա եւ նա անմիջապես գրկեց ինձ ու էլ բաց չթողեց։ Մոսկվայով տուն վերադառնալիս Օլգան հանդիպել է Ռուսաստանի երեխաների իրավունքների հանձնակատար Մարիա Լվովա-Բելովային։ Միջազգային քրեական դատարանը նրա եւ Ռուսաստանի նախագահի նկատմամբ ձերբակալման օրդեր է տվել ուկրաինացի երեխաների զանգվածային առևանգումների համար։ Նա ասաց ինչու եք այստեղ եկել։ Ով ասաց ձեզ, որ երեխան այստեղ է։ Ես պատասխանեցի, մեզ ասել են Ուկրաինայի օմբուդսմենի գրասենյակից։ Արդեն 4 տարի շարունակվող լայնածավալ պատերազմից հետո Ռուսաստանը դեռևս պահում է հազարավոր ուկրաինացի երեխաների եւ փորձում նրանց հանձնել նոր ընտանիքների։ Երբեմն նրանց անուններն ու լուսանկարները հայտնվում են ռուսական որդեգրման կայքերում։ Օկուպացնող տերությունը, այս դեպքում Ռուսաստանի Դաշնությունը միջազգային մարդասիրական իրավունքի համաձայն իրավունք չունի փոխելու երեխայի անձնական կարգավիճակը։ Legal authority to do so. Առևանգված երեխաներին թույլատրվում է խոսել միայն ռուսերեն եւ հաճախել ռուսական դպրոցներ, որտեղ նրանք պետք է երգեն Ռուսաստանի հիմնը, պատվեն դրոշը եւ հպարտանան ռուս լինելով։ Всі діти були членами так названих. Բոլոր երեխաներին անդամակրել են այսպես կոչված երիտասարդական ռազմական կազմակերպություններին։ Այսինքն սա ոչ միայն ռուսացման, այլև ուկրաինացի երեխաների ռազմականացման տարերից մեկն է, թե Ուկրաինայի ժամանակավորապես օկուպացված տարածքում, թե Ռուսաստանում։ Ահա թե ինչու ես համոզված եմ, որ ռուսները ուկրաինացի երեխաներին օգտագործում են որպես ապագա ռուսական բանակի աղբյուր։ Майбутньої російської армії.
Կիևի իշխանություններին մինչև 2026-ի փետրվարի վերջ հաջողվել էր տուն վերադարձնել մոտ 2000 առևանգված երեխայի։